Ոնց էլ մտքներով անցել այս պարզ հարցը, այսքան մտածված մարքեթինգային արշավ դարձնել։ Ողջույն, ես Անուշն եմ, SM մասնագետ Spin Ideas Agency-ից։ Այսօր մենք ուսումնասիրելու ենք աշխարհի ամենահաջողված մարքեթինգային արշավներից մեկը ու հասկանանք, թե որն էր դրա հաջողության գաղտնիքը։ Հաստատ ռեստորաններում ու սրճարաններում լսել եք այս արտահայտությունը։ Is Pepsi okay? Դու մի ասա, այս արտահայտությունը այնքան էլ պատահական մեր կյանքում չի հայտնվել։ Հարմար տեղավորվեք, հիմա պատմում եմ։ Պատկերացրեք, դուք ռեստորանում նստած Coca-Cola եք պատվիրում ու մատուցողը շատ ծանոթ ձայնի տոնով ասում է. Իսկ Pepsi okay? 2019 թվականին Pepsi-ն որոշում է ուղղակիորեն օգտվել այս հարցի հնարավորություններից ու մարքեթինգային արշավ ստեղծել Super Bowl-ի ժամանակ, որը հեռուստատեսությամբ ամենաշատ դիտվող միջոցառումներից մեկն էր։ Նկարվում է գովազդային հոլովակ։ Մի կին սրճարանում նստած Coca-Cola է պատվիրում, երբ մատուցողը տալիս է հայտնի հարցը. Is Pepsi okay? Այդ պահին հայտնի դերասան Սթիվ Քարելը կողքի սեղանից շփոթված փոքր-ինչ էլ զայրացած ասում է. Okay, ու շարունակում եմ, որ okay է օրինակ ընտանի կենդանի պահելը, բայց Pepsi-ն ավելին է, քան okay-ը։ It's more than okay։ Բայց սա դեռ ամենը չէր։ Կաջ են մտնում Lil Jon-ը, Cardi B-ն իրենց հայտնի okay-ներով։ Այս հոլովակի մեսիջը սա է. Pepsi is not just okay, it's more than okay։ Այս արշավի ամենաուշագրավ կողմը նրա համարձակությունն է։ Coca-Cola-ի հետ համեմատությունից խուսափելու փոխարեն Pepsi-ն ընդունում է այն։ Pepsi-ն պարզապես այլընտրանք չէ։ Դա բրենդ է, որն ունի ավելի քան մեկ դարյա հարուստ պատմություն եւ ուժեղ հաճախորդների բազա։ Lil Jon-ի եւ Cardi B-ի նման այլ հայտնի մարդկանց ներգրավմամբ նրանք ընդգծում են, որ դեռևս արդիական են, սիրված եւ շարունակում են մնալ ուժեղ իրենց դիրքերում։ Անկասկած գովազդը ռիսկ էր, քանզի մարքեթինգային արշավում անմիջապես մրցակցին դիմելը ռիսկային է, բայց Pepsi-ի նորարար մոտեցումը արդարացրեց իրեն։ Գովազդը հեռարձակվելուց անմիջապես հետո վիրուսային դարձավ, առաջացնելով քննարկումներ եւ հայտնվելով լրատվամիջոցների վերնագրերում։ Գովազդն ինչ-որ բան ապացուցելու մասին չէր, օրինակ որ Pepsi-ն արժանի մրցակից էր Coca-Cola-ին։ Գովազդի նպատակն այն էր, որ OK բառի իմաստը վերանայվի իրենց ապրանքանիշի համատեքստում։ Այսպիսով, ինչ եզրակացություն կարելի է անել այս մարքեթինգային հրաշքից։ Երբեմն սենյակում գտնվող փողին անդրադառնալը կարող է լինել ձեր ամենաուժեղ քայլը։ Համեմատություններից խուսափելու փոխարեն ընդունեք դրանք։ Օգտագործեք դրանք ձեր պատմությունը պատմելու, պատմությունները վերաիմաստավորելու եւ երկարատև տպավորություն թողնելու համար։ Pepsi-ն հենց դա էլ արեց։ Նրանք վերցրին մի ընդհանուր հարց եւ այն վերածեցին իրենց ապրանքանիշի ժառանգության եւ արդիականության մասին հզոր հայտարարության։ Երբ ստեղծում եք սեփական արշավները, միշտ հիշեք համարձակության ուժի մասին։ Կամ թույլ տվեք մեզ հետևացնել ծանր բեռը ձեր ուսերից, ստեղծելով ձեզ համար պատմություն կերտող բովանդակություն։